Բարև ձեզ, սիրելի ընկերներ, սիրելի պատվիրակներ, ես ուզում եմ, որ մենք արձանագրենք, որ մենք պատմական առաքելություն ենք իրականացնում Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար, պատմական ոչ թե վերջին 100 տարիների համար, պատմական ոչ թե վերջին 500 տարիների համար, այլ պատմական վերջին հազարամյակների համար, որովհետև հայ ժողովուրդը երբեք նման խաղաղ պայմաններում, նման ամուր պետականության պայմաններում երբեք չի ապրել, և այս խաղաղությունը և այս պետականությունը մենք ենք բերել Հայաստանի Հանրապետությանը, մենք բոլորով, քաղաքացիական պայմանագիր կուսակցության թիմը, անցնելով ամենադաժան ճանապարհով, ունենալով շատ դաժան օրեր, բայց մենք այստեղ կանգնած ենք ավելի ուժեղացած, և մենք ավելի ենք ուժեղացնելու Հայաստանի Հանրապետության պետականությունը, ավելի ենք ուժեղացնելու Հայաստանի Հանրապետության խաղաղությունը։ Եվ մեր առաքելությունը, սիրելի ընկերներ, մեր առաքելությունը չի կայանում նրանում, որ առաջիկա ընտրություններին հաղթի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Մեր առաքելությունը կայանում է նրանում, որ առաջիկա ընտրություններում հաղթի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Եվ մենք այստեղ շատ մեծ անելիք ունենք, հատկապես մեր այն քաղաքացիների հետ, ովքեր մինչև այսօր ցավոք խաբվում են մի շարք ընդդիմադիր գործիչների ամենատարբեր թեզերին, կլինի դա արհեստական բանականությամբ գեներացված, կլինի դա օտարերկրյա ինչ-որ ստից փորձագետների կողմից գեներացված։ Մենք պետք է բացատրենք մեր քաղաքացիներին ճշմարտությունը, կարևորությունը առաջիկա ընտրության և մեր բոլորի առաքելությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև ստանձնած։ Եվ ես վստահ եմ, որ մենք կկարողանանք մեր հայրենակիցներին բացատրել, ուղղորդել դեպի ճշմարիտ իրական Հայաստան։ Իսկ ես Արտուր Հովհաննիսյանն եմ, քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղարը, մշտապես առաջնագծում եմ և այդտեղ էլ կանգնած լինելու եմ և շատ ուրախ և հպարտ կլինեմ, եթե լինեմ ձեր 30-յակում առաջիկա ընտրությանը։ Շնորհակալ եմ շատ։ Ես համաձայն չեմ նրա հետ, ինչ անում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, ու ես պատրաստվում եմ օգնել 3 օլիգարխներին՝ Ռոբերտ Քոչարյանին, Ծառուկյանին ու Սամվել Կարապետյանին, բացառիկ կադրեր հանկարծ բաց չթողնել։ Ինչպես իմացաք, վարչապետը առաջարկել է, որպես ես 3 օլիգարխները լայվ մտնեն ու լայվում առանց կողմնակի օգնության փորձեն առանց գոնե 2 տառասխալի գրեն արհամարհել բառը։ Ես կարծում եմ, որ դա չափազանց ծանր առաջադրանք է նրա համար ու չի կարելի նման կտանքների ենթարկել այդ մարդկանց ու պետք է սկսել ավելի թեթև բաներից ու կամ առնվազն օգնության ձեռք մեկնել այն մարդկանց, ովքեր դրա կարիք ունեն։ Ու հետևաբար, սիրելի օլիգարխներ, այս տեսանյութը ձեզ համար է։ Տեսեք։ Եվ այսպես, սիրելի օլիգարխներ, եկեք հարգելի օպերատոր, այս ուղղանկյուն ձեզ համար անծանոթ բաները կոչվում են գրքեր։ Գրքեր, վիդեոյի վրա անպայման ցույց կտան գրքեր, G-I-R-K, գիրք, սովորեք այդ բառը, հիմա օրինակ վերցնում ենք ես մի գիրքը, տեսեք, գիրք, ձեզ համար շատ անծանոթ երևույթ է, սա կոչվում է գրքի կազմ, սրանք գրքի էջերն են, այս վրայի սև ձեր համար անծանոթ բաները կոչվում են տառեր, տառեր, այս մեկը օրինակ բառ է արդեն, տառերի խումբը կոչվում է բառ, I-N-Չ-U, ինչու, տեսակ, ամփոփելով, այսօր դուք սովորեցիք, թե ինչ է գիրքը, ինչ է տառը և ինչու բառի գրությունը առնվազն, գիրք բառի գրությունն էլ վրա դիր, տարածեք, որ մեր օլիգարխներին անպայման հասնի այս դասը։